Մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ չի գնում։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսին նման պնդում արեց, խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ազդելու լծակների մասին։ Ֆակտոր TV-ին պարզել է, որ թեև Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղարտադրանքի հիմնական շուկան, Քոչարյանի պնդումը մանիպուլյատիվ է։ Հայաստան Արաբական Միացյալ Էմիրություններ առևտուրը վերջին տարիներին ակտիվացել է։ Մենք Արաբական Միացյալ Էմիրություններ ենք արտահանում միրգ բանջարեղեն, օրինակ խնձոր, տանձ, դեղց, կարտոֆիլ, լոլիկ, հաց, պանրի տեսակներ եւ կաթնաշոր։ Հայկական գյուղարտադրանքը արտահանվում է նաեւ վրացական շուկա՝ կաթ, սերուցք, կարագ, յոգուրտ, թան, պանրի տեսակներ եւ կաթնաշոր, միրգ բանջարեղեն։ ԵՄ երկրներ նույնպես գյուղմթերքի արտահանում ունենք։ Հայաստանից Ֆրանսիա է հասնում ալյուր, ձավար, հացահատիկ, միրգ բանջարեղեն։ Ձավար, հացահատիկ, ալյուր է արտահանվում նաև Գերմանիա։ Հայաստանի գյուղարտադրանքը արտահանվում է նաև ԵՏՄ-ի մյուս երկրներ։ Օրինակ Բելարուս ենք արտահանում միրգ բանջարեղեն, կարագ, տանձ, սերկևիլ, ծիրան, բալ, կեռաս։ Այսպիսով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ տեղ չի գնում, չի համապատասխանում իրականությանը։ Թեև Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղարտադրանքի արտահանման առաջատար ուղղությունը, աշխարհագրությունը դրանով չի սահմանափակվում։